Սիլվա Կապուտիկյանը սերունդներից թողել է ստեղծագործական հարուստ ժառանգություն, որը թարգմանվել է շուրջ 65 լեզուներով, դարձել սիրելի թե մեծերի, թե փոքրերի համար։ Սիլվա Կապուտիկյանին անվանել են մեծամայր, ամենայն հայոց բանաստեղծուհի, սակայն ուշագրավ է, որ գրողական ձիրքից բացի նա ուներ նաև նկարչական շնորհ, որն ի հայտ է եկել մանուկ հասակից, հետագայում արտահայտվել ձեռագիր բազմաթիվ էջերում։ Գրականության եւ արվեստի թանգարանում պահվող բանաստեղծուհու հարուստ արխիվում կարելի է տեսնել ինքնագիր նամակներ, հոդվածներ եւ բանաստեղծություններ սեփական նկարազարդումներով։ Ձեռագրերում հաճախ հանդիպում են նաեւ զգեստների էսքիզներ, ինքնանկարներ, դիմանկարներ, նույնիսկ նոտագրություններ, որոնք գրողի բազմաշնորհ ներաշխարհի վկայություններն են։ Մանկական թեմայով արված անչափ ջերմ ու պարզ նկարազարդումները իր գրած մանկական գործերի նման անմիջական են։ Կապուտիկյանը մանկուց մեծ սեր է ունեցել երաժշտության հանդեպ, փորձել է մանդոլին նվագել, հետագայում ինքնուրույն սովորել է դաշնամուր նվագել։ Նրա խոսքերով գրվել են 100-ից ավելի երգեր, մեծ մասը սիրված ու մշտապես կատարվող։ Սիլվա Կապուտիկյանի տուն-թանգարանում պահվում են գրողի կատարած ասեղնագործ հագուստները, նրա էսքիզով պատրաստված կոշիկները։ Գրողի մասին առկա հուշերից պարզվում է, որ նա դպրոցական տարիներին սիրել է մանրաքանդակներ կերտել։ Հայրական գեներով փոխանցվող նկարչական եւ քանդակագործական շնորհը փաստորեն փոխանցվել է նրա միակ զավակին, մեծ քանդակագործ Արա Շիրազին, որի հոյակերտ քանդակները զարդարում են Երևանի պուրակները, պողոտաներն ու հրապարակները, նաև ցուցադրվում այլ երկրների թանգարաններում։